Տվյալ ժապավենը նկարահանել եմ դեռ ամիսներ առաջ, սակայն չէի տեղադրում, քանի որ Երևանում ունեմ տարեցմայր և մտածում էի, որ ամեն պահ անհրաժեշտ կլինի այցելել Երևան և հանկարծ Աստված մի արա ասի այդ սրիկաներ, այս դավաճան իշխանությունը խոչընդոտել իմ մուտքը Երևան, բայց հիմա և պահը օրհասական է, և մոտենում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կործանման, դրա հետևից նաև պետականության կործանման պահը, ես գտնում եմ, որ այն պարտավոր եմ հրապարակել և իմ կարծիքը հայտնել, քանի որ գտնում եմ, որ հայրենիքի ճակատագիրը ավելի թանկ է, քան մորեդ հանդիպումը։ Խնդրում եմ դիտեք։ Ամստերդամից 25-30 կիլոմետր հեռավորության վրա փոքրիկ գյուղաքաղաք։ Էդեմ անունով։ Էդոյ ասած Էդեմյան պարտեզն է։ Մարդը հարցնում է, խոսքի բռնվեցինք տեղական բնակիչներից մեկի հետ, որտեղից եք, ասում եմ Միացյալ Նահանգներից ենք, բայց մենք հայ ենք, մենք Հայաստանից ենք, Շարլ Ազնավուր, դրա նման ասում է երգիչ չի եղել։ Ու հիմա մտածում եմ, թե քանի հարյուրներ ունենք մենք այդպես, որ պարծենում ենք, որ սենց հատիկ, լայք իշ տեսարան, ուղղակի պատատվեցի, որ տեսարանը տեսնեք, այս փոքրիկ գյուղում մարդիկ ինչպես են համերաշ իրար հետ պապրում։ Հարյուրներ ունենք այդպիսի, հազարներ ունենք, հատիկ իրար վրա դնելով, ստեղծում են հայի անունը, պատիվը, արժանապատվությունը։ Եվ երբեմն լինում է մեկը, one bad apple in a basket, մի հատ վատը, մի հատ տկարամիտը, մի հատ սրիկան, մի հատ հիվանդը, մի հատ ես չգիտեմ չարը, որ այսօր 2025 թվականի հունիսի, քանիստ է այսօր, 27-ը, պես աշխարհով մեկ խայտառակ արել, ձերքս հոգտեց փոխեմ մի հատ, աշխարհով մեկ մեզ խայտառակ արել ու աշխարհի բոլոր թերթերը Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ավստրալիայում, տարբեր երկրում, Վրաստանում մեզ խայտառակ են անում, առիթ ենք տվել, տկարամիտը առիթ է տվել, դավաճան, սրիկա, ազգակործան պատուհասը առիթ է տվել, այդ բոլոր թերթերը գրում են, որ Հայաստանի վարչապետը դիմել է հայ ժողովրդի ամենայն հայոց կաթողիկոսին և առաջարկել է ցույց տալ նրան իր սեռական անդամը, որպեսզի նա տեսնի, որ ինքը թրպատված չէ։ Ես իհարկե առաջ օրվանից մինչև հիմա կանգնած եմ ամենայն հայոց կաթողիկոսի կողքին, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, իհարկե համաձայն եմ որոշ տեսակետների հետ, որ պետք է մեր եկեղեցին պետք է ավելի խոհեմ լիներ ու տոն չտար, պետք է շարունակեր, էլի օրինակ այս տխմարին չպետք է ասեր, որ ինքը թրպատված է, որ ասենք իրեք ոնց է, էդ էլ հայի բանն է, չամեն մարդ ուզում է ինքը վերջի խոսքը ասածը լի, վերջի հայոյանքը ինքը տվածը լի, վերջի խոսքը իրանը լինի, որ ավելի խոհեմ լիներ մեր հայ եկեղեցին և հոգևորականները, ձեն չանեն, չշարունակեն, այս աղմախը գուցե իրա ձենը կտրեր ու շարունակեր, բայց դա շարունակումը կանգ չի առնում։ Ամենասարսափելի, որ այսօր այդ գործին խառնել է ոստիկանության և ԱԱՑ-ին, այդ տականք կառույցներին, հայ մենթերին և ռուսական KGB-ի հետնորդներին, նրանք էլ ոչխարի պես դա են կատարում, նրա հրամանները, ապօրինի անօրինական հրամանները և ինձ թվում արդեն Նիկոլ Վովայի տղա Նիկոլը, Իջևանի գեղից եկած հայ ազգին կործանող Նիկոլը արդեն անցել է բոլոր կարմիր գծերը։ Ես շատ խաղաղասեր մարդ եմ, միշտ դեմ եմ եղել բռնությանը, կողմ եմ եղել սասնածռերին, համարել եմ, որ ճիշտ են արել, լավ են արել, իրանք այդ իրավունք ունեն, իմիջայլոց ինքներ իրա խումբը Հովկաս 10-15 հոգով գալիս էր խորենացի, ելույթ էր ունենում, ուզում էր սասնածռերի դափնիները վերցնել իրան, չստացվեց, Պավլիկն ասեց, դրանք գցեք աղբարկղի մեջ։ Այսօր արդեն հրաժարվում են սասնածռերի այդ օրերից, ասում են, որ ահաբեկիչներ էին, ինչևից է։ Ես նորից մնում եմ իմ
Փորձում եմ մնալ կոռեկտության սահմանում, ասում եմ խաղաղասեր մարդ եմ, բայց արդեն համբերության բաժակը լցվել է։ Նիկոլը հատել է բոլոր մարկային, բարոյական, ինչ ասեմ, ազգային, ինչ ամեն անուն տվեք, ամեն մագբայ ու բանացական տվեք սահմանները։ Նիկոլին պետք է կանգնեցնել, չաշխատեցին ոչ մի հեղափոխական ուժեր, ոչ մի հեղափոխական շարժումներ, ցույցեր, բողոքներ, impeachment գոյություն չունեցավ։ Հələ մի հատ նայեք, էլի մարդիկ ինչ արժեքներով են ապրում։ Կներեք իհարկե միտքս կիսատ մնաց, նայեք մարդիկ ինչ արժեքներով են ապրում։ Հələ նայեք այս մարդիկ իրենց տան դիմաց ինչ են կերտում։ Բերեն չեն բերե բեսեդկա դնեն, սենց երկատերով, մեկ իր համար խաղողի թարմայց հարևանը, մեկ իրան գարաժ, այն մեկ իրան նարդի բան, նայեք հարևաններ են սրանք։ 1, 2, 3, 4, 5, 6, մի 10 բնակարան ընտանիքա երկու հարկով ապրում են այս կողմը։ Նույն այն հակառակ կողմում է եւ այս կողմում է։ Նայեք հələ այս մարդիկ ինչ դրախտային այգի են կերտել իրան տան մոտ, այս էլ բնակիչներից մեկը։ Նստավ հեծանիվը գնում է իր գործին։ Նայեք ինչ արժեքներով են ապրում։ Երբեք դուք սա չեք ունենա, դուք մենակ տկարամիտի պես, ինչ վարդա սիրելիս, նվիրեմ ես վարդը, այս պշոտ վարդը քեզ։ Հոյակա փոտակալը, դուք մենակ մտեք ձեր կողմից չսիրված քաղաքական գործիչների եւ ընդհանրապես մարդկանց կայքը ու հայոյան գրեք։ Դուք երբեք չեք այցելում նրանց կայքում, որ սիրում եք, ասեք Նիկոլինը, մտնում եք այնտեղ, որ չեք սիրում, որ այնտեղ հայոյան գրեք։ Համենայնպես խոսքս դիսատ մնաց, Նիկոլին պետք է կանգնեցնել։ Նիկոլը անցել է բոլոր սահմանները։ Ես կոչ եմ անում ամեն միջոց ձեռնարկել Նիկոլին կանգնեցնելու համար։ Միջև անգամ ֆիզիկական ոչնչացում։ Այսօր ես գտնում եմ դա ամենաանհրաժեշտ բանն է։ Դուք չկարողացաք, ասենք, մեր ազգը այդքան պոտենցիալ չունեցավ, մեր ազգային անվտանգության ծառայությունը Սերժը իր վրա երթում կերավ, այդ արժայի ածն այսքան թասիբ չունեցավ, մի հատ Սաֆարովի լիկվիդացնի, այսքան էլի մի հատ Հələ մի օր առիթ կլի կպատմեմ Իսրայելը, թե ոնց ինչ քանակությամբ է լիկվիդացնել։ Դուք մի հատ այսքան շնորհ չունեցավ այդ ձեր ԱԱՑ-ն, մի հատ Սաֆարով լիկվիդացնի, վրեժխնդիր լինի։ Այսօր դուք դիմակները հագել եք, մտել եք հայկական եկեղեցիները, սրբոցները, խոզարկություններ եք անում, ձերբակալություններ, անիծվեք դուք ձեր անուղեղով, ձեր անուղեղ Նիկոլի հետ իր հրամանները կատարելու համար։ Նիկոլին պետք է կանգնացնել բոլոր օրինական, անօրինական, տրամաբանական, ոչ տրամաբանական գծերով։ Թող ասեն ես ահա բեկի չեմ, թող ինձ վրա մի հատ էլ հետապնդում բան անեն, հենց Երևան մտնելու եմ, թող ձերբակալեն, եթե թվում է վախենում են, սխալվում են, այսքան։ Նիկոլին պետքա սատկացնել հենց հիմա, ֆիզիկապես պետքա ոչնչացնել։ Բռնության կոչ եմ անում։ Մի հատ Սողոմոն Թելերյանը հարկավոր, մի հատ դուխով տղա է պետք, մի հատ դուխով հայ տղա է պետք, այն ոչ է սուտի խոսացող, այլ իսկապես ազգասեր, ազգի նվիրված, այն որ ասում եք եկեղեցու կողմենք, գնացեք բարիկադները շարեք Սուրբ Էջմիածնի կողքը, զենք գտեք, զենք հայթատեք, զենքը վերցրեք ու պատրաստ կանգնեք, ով որ գգա խփեք։ Այն սև ԱԱՑ-ը գրած այն դիմակներով, այն կապիկների պես մասկի շո գգան, միլիցումենտերի պարետի հագուստով գգան, այդ բոլորը Նիկոլի հրաման կատարող են, թշնամու հրաման կատարող են, գալիս են պղծելու ձեր սրբությունը։ Կրակեք ցանկացածի վրա։ Նիկոլը ասել եմ, այն գլխից ասել եմ, բախումները հրարում, ուրիշ տարբերակ արդեն չկա։ Կամ պետք է իրան վերացնեք, կամ պետք է ասնեք բախումների։ Ոչնչացնեք Նիկոլին, փրկեք հայ ժողովուրդը, փրկեք հայ եկեղեցին, փրկեք Հայաստանը։ Նիկոլը խփում արդեն Հայաստանի հիմքին, Նիկոլը խփում է եկեղեցուն, եկեղեցին, որ խփեց, քանդեց, իմացեք արդեն դուք էլ Հայաստան չեք ունենա։ Հաջողություն եմ ցանկանում բոլորին։